Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդումը 2025 թվականի գործունեության մասին եւ մեր հարցոպատասխանի ժամանակ էլ պարոն Նահապետյան մենք մեր հարցադրումները հնչեցրեցինք մտահոգիչ, մասնավորապես ես հիմա կուզենայի նաեւ մեր հայրենակիցներին հնչեցնել այս թվերը։ Փաստորեն 2025 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 890 վարույթ, որոնցից 617-ը կարճվել են, բացարձակ մեծամասնությունը գործերի հարուցված ուղղակի կարճվել են։ Այսինքն այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանց հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է, որևէ ստատիստիկա նույնիսկ դուք չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունում այդ գործերը, երբ հասնում են դատարան։ Սա շատ ցավոք մտահոգիչ արձանագրումներ են։ Հաջորդ հանգամանքը, որ ես ուզում եմ առանձնացնել, ուրեմն պարզվում է, սիրելի հայրենակիցներ, որ այդքան ասում են թալանածը վերադարձնում ենք, պարզվում է 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, միայն 2025 թվականին պարգևավճար է ստացել կառավարությունը 3 միլիարդից ավել, իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է ընդամենը 1 միլիարդ 600-ը, այսինքն 1 միլիարդ 600 ստացել են, 2 անգամ ավել միայն կառավարությունը պարգևավճար է ստացել։ Ես էլ չեմ ասում օրենսդիր մարմնին տրված պարգևավճարները եւ մնացած հաստատություններում։ Սա ես ձեր զեկույցից եմ նշում 1 միլիարդ 600, ինչպես։ Հա։ Եթե թվերի հետ կապված որոշակի խնդիր կա, ես առաջարկում եմ, որ դուք բարձրաբանենք։ Հաջորդը։ Տիկին Հակոբյան, կարծես թե նաև հանձնաժողովի նիստում քննարկվեց մոնումենտների դղյակի հարցը։ Իրականում ես ուղղակի ապշում եմ, տարիներ շարունակ, մինչև իշխանության գալը խոսել մոնումենտի դղյակներից, իշխանության լինել 8 տարի էլի խոսել մոնումենտի դղյակներից, այմարդ իշխանությունը ձեր ձեռքը չի, բա ինչով եք զբաղված, եկել եք ում վրա եք մունատ գալիս։ Հաջորդը, բա եկեք այդ մոնումենտի դղյակներից մի հատ հետաքրքիր դեպք հիշենք, Հովիկ Աբրահամյանի դղյակը։ Հովիկ Աբրահամյանի դղյակը որպես օրինակ վերցնելով գալ իշխանության, բա տեսեք ինչ դղյակներ են նախկիներն իրենց համար կառուցել։ Ինչ եղավ այդ դղյակի հետ։ Կալանքի տակ էր դրված, մի քանի ժամում կալանքը հանեցին, ձեր սրտի օլիգարխը գնեց ու նորից դրվեց կալանքի։ Որևէ մեկը գիտի ով այդ քնիչը, որ կալանքից հանվել է։ Ինչ արեցիք, դղյակը վերադարձեցիք ժողովրդին, թե Նարեկ Նալբանդյանին։ Մի հատ այստեղ կողմնորոշվեք։ Հաջորդը, պարոն Նահապետյան, ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ես ակնկալում եմ, որ դուք կխոսեք նաև COVID-ի դեպքի մասով։ Մենք գիտենք, որ COVID-ի ընթացքում գումարներ են մսխվել, վատնվել, դուք ասում եք, որ կա գործ հարուցված ընթացքի մեջ, բայց այդպես էլ ավարտին չի հասցվում։ Ուզում եմ դուք բացահայտեք, թե ինչ փուլում է դա գտնվում։ Էլ չեմ ասում անիվի միլիարդները, որ վատնվել է, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ QR-ի կոդերի մասին իմ հարցադրումը խնդրում եմ, եթե որոշակի տեղեկատվություն կա, պարզաբանեք։ Բայց հետաքրքիր փաստն այն է, որ օրինակ, եթե Միքայել Աճապահյանի դեպքով գործը հարուցվում է, արագ միանգամից վճիռը կայացվում է, դատապարտվում է, բայց COVID լինի, անիվ լինի, իշխանության հետ փոխկապակցված որևէ խոշոր մսխում լինի, տարիներով այդպես գնում է, անիվը քանի տարի քննեցիք, որ 1-2 հոգի մեղադրյալ ներգրավեցիք ընդամենը։ Ես Infocom-ի հրապարակումը, կարծում եմ, եթե հարցադրումից հետո պարոն Նահապետյան, կարծում եմ ճիշտ կլիներ, որ դուք գոնե տեղյակ լինեիք այդ հրապարակման մասին, որտեղ բազմաթիվ գործարարներ, այդ թվում նախկինում հայտնի գործարարներ, ում դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, խոշոր 20 միլիարդից ավել գործարար կա, որ մաքսային արտոնություն է ստացել, 20-25 միլիարդի արտոնություններ են ստացել, հետո իրենց փոխկապակցված անձանց միջոցով կամ հենց իրենց միջոցով գումարներ են մուծվել կամ Իմ Քայլը հիմնադրամին կամ ՔՊ կուսակցությանը, ձեր կուսակցությանն են մուծվել։ Ձեզ մոտ հարցեր չի առաջանում, ոնց եք դուք միլիարդների արտոնություն տալիս, հետո այդ մարդը գալիս է կուսակցական չլինելով, օրինակ վճարում է կատարում ՔՊ կուսակցությանը։ Այստեղ առերևույթ կոռուպցիոն սխեման կա եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է զբաղվի այդ հարցով։